Շնորհակալ եմ մեկ անգամ ես այսելի դառնալու հետ կապված իրավամբ ղեկավարում եք օրենքով, բայց մենք ունենք իրավունք, որ ամրագրված է հիմնական օրենք սահմանադրությամբ, որն ավելի գերակա է։ Իմ վստահորդ դոկուսակցիան պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է երրորդ երկրում վարչական կալանքի տակ, ավելին արձանագրեմ, որ դա 1.5 ավել տարի է, աննախադեպ է դա, եւ ըստ էության ոչ թե կալանքի կրում, այլ պատիժ է կրում։ Նման պայմաններում լավագույն ցանկության դեպքում լիազոր մարմինների կողմից եւ վերջինիս հայտարարությունը մենք չենք վերջինս չէր կարող վերցնել, որի հիմքով միշտորդում եմ, եթե իհարկե կընդունի հանձնաժողովը դա, քննարկումից հանել պարոն Վարդան Ղուկասյանի այս հարցը մինչև ֆորս մաժորային վիճակների ավարտել։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ իրավունքի խախտում է բխող բոլոր իրավական եւ քաղաքական հետևանքներով։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաղդասարյան, մեզ կհուշեք ձեր միջնորդությունը բավարարելու մեր լիազորությունը, այսինքն որպեսզի մենք այն ինչ որ դուք մեզանից ակնկալում եք ընտրական օրենսգրքի, կարող եմ ընտրական օրենսգրքի օրինակը տալ, հուշեք, թե որ ընտրական օրենսգրքով, որտեղ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն մենք իրավասու միայն կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված ենք, եւ հուշեք այն նորմը, որը մեզ լիազորում է անել այն, ինչ որ դուք մեզանից ակնկալում եք։ Շնորհակալ եմ, կարծում եմ հանձնաժողովին հուշելու կարիքը չկա, ուղղակի կրկնվում եմ, իրավունքը ավելի գերակա է, քան թե օրենքը, ներպետական, որը դուք ղեկավարում եք։ Այսինքն ավելի պարզ հայերենով արձանագրում եմ, որ լավագույն ցանկության դեպքում անձի իրավունքը խախտված է այնքանով, որքանով լավագույն ցանկության դեպքում վերջինս չի կարող են օրենքով նախատեսված, ներպետական օրենքով նախատեսված են պարտադիր փաստաթղթերը, որ պետք է տրամադրի լիազոր մարմինը, վերջինս չի կարող վերցնել։ Բաղդասարյան, իմ ասելիքը ուրիշ ես ասում եմ պարզ հայերենով ընտրական օրենսգիրքը չի թույլատրում կենտրոնական ընտրական հանձնաժողովին չի լիազորում անել այն գործողությունը, որը դուք մեզանից ակնկալում եք։ Դուք իրավաբան եք, ես հասկանում եմ, որ դուք կարող եք հնչեցնել ձեր մոտեցումը։ Ես ուղղակի նաև նիստում, որը հեռարձակում արձանագրենք, որ այն ինչ որ դուք ակնկալում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն չունի։ Շնորհակալություն, ըստ էության արձանագրում ենք փաստ, որ օրենքով նախատեսված գործառույթը չի իրականացվել ոչ իր մեղքով եւ ավելի բարձր է, քան թե ներպետական օրենքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես ուղղակի նաև մեկ դիտարկում, պարոն Բաղդասարյան, երբ որ անձի իրավունքների հետ կապված ցանկացած իրավունքի հետ կապված իրաց մախնդիր կա, ինքը կարող է բողոքարկել։ Մի տվյալ դեպքում ձեր թեկնածուի մատնանշած իրավունքի խախտումը ընտրական գործընթացներից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններից դուրս է։ Եվ տվյալ դեպքում ուղղակի արձանագրում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի այն լիազորությունը, ինչ որ դուք ակնկալում եք, որ ձեր միջնորդությունը պիտի անի, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կշարունակի իր արդեն ընտրական օրենսգրքով լիազորությունները իրականացում։ Շնորհակալություն, մենք ձեր կարծիքը լսեցինք։ Շնորհակալ եմ, միգուցե էլի խախտումներ կան առերևույթ հանձնաժողովի կողմից հաստատված, միգուցե սպասեմ նորից արձանագրեմ։ Մյուս խախտումների կապված եւս ունեմ դիրքորոշում, այո։ Այդ դեպքում սպասենք։ Ուղղակի խնդրեմ, որպեսզի անջատեք խոսափողը։ Տիկին Մարկոսյան, դուք ներկայացրեցիք ձեր առարկությունը Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վարդան Գյուրգի Ղուկասյանի որպես ցուցակի տեխնացու գրանցելու վերաբերյալ այլ հարցեր կարծիքներ, իսկ հարգելի անդամներ, դուք պարոն Բաղդասարյանի միջնորդությունը լսեցիք, որևէ այլ դիտարկում, կարծիք կա, չկա։
Եվ այսպես Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա քվեարկության ներկայացնում Տիկին Մարկոսյանի առարկությունը այն է դեմոկրատիա կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավոր տեխնացու Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցում մերժելու վերաբերյալ ովքեր են կողմ առարկության ընդունման կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցում մերժված